Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1580-րդ օրն է։ Հանգստյան օրերը անցան ուկրաինական թելադրանքով, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ոլորտներում։ Լեհաստանի նախագահի անհաջող քայլը կապված Զելենսկուց շքանշանի յետ պահանջից այս նախաձեռնությունը դրամատիկ զարգացումներ ունեցավ հենց լեհական առաջնորդի համար։ Այս ամբողջ սկանդալի առիթը լիովին արհեստական է, ինչպես գիտեք։ Լեհական կողմը փորձում է պատմական խնդիրներ ստեղծել այն պատճառով, որ Ուկրաինայում զորամասերից մեկը անվանակոչվել է ուկրաինական ապստամբական բանակի հերոսների պատվին, բայց չէ որ Ուկրաինայի համար սա վաղուց սովորական պրակտիկա է եւ ինքնիշխանության խորհրդանիշ։ Ուկրաինայի ապստամբական բանակի եւ նրա առաջնորդների պատվին Ուկրաինայում անվանվել են հարյուրավոր օբյեկտներ եւ Լեհաստանից նման կարգի դեմարշ երբեք չի եղել։ Օրինակ Ուկրաինայի ապստամբական բանակի հերոսների փողոցներ կան Կիևում, Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում, Լուցկում, Դնեպրում, Կրեմենչուգում, իսկ Կիևի նախկին Մոսկովյան պրոսպեկտը դեռ 16 թվականից վերանվանվել է Ստեփան Բանդերայի պրոսպեկտ, ինչպես նաև Միխայիլ Վատուտինի պրոսպեկտը դարձել է Ռոման Շուխևիչի պրոսպեկտ, այնպես որ պատմության թեմայով քաղաքական շահարկումներ անելը այսօր առնվազն տեղին չէ եւ առիթը պարզապես արհեստական է, չէ որ մենք չենք բողոքում, երբ Լեհաստանում Արմիա Կրայովայի անվան փողոցներ կան լեհական գրեթե բոլոր քաղաքներում, դա իրենց գործն է, իսկ մեր պատմությունը միայն մեր գործն է։ Իդեպ, երբ Զելենսկին պարգևը փոստով յետ ուղարկեց, Ուկրաինայի բոլոր նախագահները ի նշան բողոքի Լեհաստանին վերադարձրեցին իրենց նույն մեդալները, Լեհ հանրությունն էլ սկսեց ակտիվորեն իր աջակցությունը հայտնել Ուկրաինային, լեհական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները որոշեցին Վլադիմիր Զելենսկուն պարգևատրել սեփական ապագայի շքանշանով։ Սա նշանակում է, որ Լեհաստանի նախագահի քայլը առնվազն բոլորը չէ որ հավանում են, իսկ մենք երբեք չենք մոռանա արդեն նորագույն պատմության մեջ Լեհ ժողովրդի օգնությունը, չնայած պատմական խնդիրներին եւ ազգայնականների մշտական թեմայի արծարծմանը, Լեհ ժողովուրդը գրկաբաց ընդունեց ուկրաինացի փախստականներին եւ մինչ այսօր մեր փախստականները շատ լավ պայմաններում են Լեհաստանում։ Ինքը Զելենսկին Լեհաստանի նախագահին համեմատեց Օրբանի հետ։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահը կրկնակի նախազգուշացում հղեց Լուկաշենկոին, պահանջելով կատարել վերջնագիրը, որ օրերս ներկայացրել էր Բելարուսին Ուկրաինայի նախագահը, Ուկրաինայի սահմանից պետք է հեռացնել ռուսական ռազմական տեխնիկան եւ սարքավորումները, եւ քանի Լուկաշենկոն դա չի արել, վերջնագիրը մնում է ուժի մեջ եւ հաշված օրեր են մնացել, որպեսզի բելարուսական կողմը մաքրի ռուսական սարքավորումները մեր սահմանից եւ մինչ քաղաքական դաշտում կրքերը եռում էին, ուկրաինական բանակը հուժկու հարվածներ էր հասցնում ագրեսոր երկրի ռազմական եւ ռազմավարական թիրախներին։ Հիմա ձեզ կներկայացնեմ ուկրաինական հարվածների առաջին մասը։ Ամեն ինչ սկսվեց դեռ Սիբիրին հասցված շոկային հարվածով։ Ուկրաինական հեռահար դրոնները թռան ավելի քան 2000 կիլոմետր եւ գրոհեցին Տյումենի ամենախոշոր նավթավերամշակման գործարանը։ Դրանից անմիջապես հետո Վլադիմիր Զելենսկին հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ Ուկրաինան պաշտոնապես զենք է պատրաստում մինչև 3000 կիլոմետր հեռավորության վրա հարվածներ հասցնելու համար։ Կրեմլի համար սա ռազմավարական մղձավանջ է, քանի որ Ռուսաստանը ֆիզիկապես չունի այնքան հոբ համակարգեր, որպիսի փակի Ուրալից այն կողմ գտնվող բոլոր գործարանները։ Այժմ Մոսկվան ստիպված է լինելու կամ մերկացնել ռազմաճակատի գիծը, այնտեղից հանելով զենիթային համակարգերը, կամ իր խորը թիկունքը թողնել բացարձակապես անպաշտպան։ Նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածներն արդեն իսկ Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից ճանաչվել են որպես ուղղակի սպառնալիք տնտեսության համար, եւ այս վառելիքային սովը սկսում է անմիջականորեն հարվածել ռուսական բանակի մատակարարմանը, բայց մինչ ռուսական ՀՕՊ-ը տենդագին փորձում էր հասկանալ, թե ինչպես պաշտպանել Սիբիրը, հիմնական հարվածը տեղափոխվեց հարավ։ Կիրակի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը փայլուն վիրաբուժական գործողություն իրականացրեցին Կերչի նեղուցում։ Ծխացող Ղրիմի կամրջին այս անգամ ձեռք չտվեցին, բայց իսկական դժոխք կազմակերպեցին երկու կողմերում։ Միաժամանակ բռնկվեցին նավթաբազաներն ու նավահանգիստները Կերչում եւ Տամանյում, իսկ հենց լաստանավային անցումում ոչնչացվեց ամենակարևոր Պանագիա երկաթուղային լաստանավը, բայց ոչ միայն նա, եւս երկու լաստանավ է խոցվել։ Երկինքը ամբողջությամբ մաքրելու համար ուկրաինական ուժերը վերացրեցին արդիական S-400 համակարգերի 4 ռադիոլոկացիոն կայան եւ 2 պանցիր զենիթային համակարգ։ Արդյունքում թերակղզում սկսվեց իսկական ենթակառուցվածքային փլուզում։
Լաստանավային անցումը լիովին կանգնած է դեպի Ղրիմ, կամուրջը արգելափակված է կիլոմետրանոց հերթերով, ենթակայաններին հասցված հարվածների պատճառով Ղրիմի մի մասը մնացել է առանց լույսի և ջրի, իսկ օկուպացիոն իշխանությունները արտակարգ արգելք են մտցրել բնակչությանը բենզինի ազատ վաճառքի վրա։ Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը, որը հավանաբար շատերին է հուզում, ինչու Ուկրաինայի զինված ուժերը կործանեցին երկու ափերն էլ, բայց անվնաս թողեցին հենց Ղրիմի կամուրջը։ Իրականում սա նուրբ մարտավարական հաշվարկ է։ Նախորդ պայթեցումներից հետո Ռուսաստանը խուճապահար վախենում է ծանր զրահատեխնիկա եւ վառելիքով ցիստերներ տեղափոխել հենց կամրջով, էշելոնների փոխադրման համար օգտագործվում են հենց երկաթուղային լաստանավերը Ղրիմ եւ Կավկաս նավահանգիստներում եւ մինչեւս վերջերս ցամաքային ճանապարհներ օգտագործվում գրավյալ տարածքներով, բայց ինչպես գիտեք, ուկրաինական դրոնները գրեթե փակել են ցամաքային ճանապարհը եւ պայթեցրել են Խերսոնի մարզից դեպի Ղրիմ տանող բոլոր կամուրջները։ Ուկրաինայի զինված ուժերը ոսկերչական ճշգրտությամբ ոչնչացրեցին միակ այլ ընտրանքը լաստանավերը, լիովին կտրելով ռազմական մատակարարումը Ղրիմի, միևնույն ժամանակ S-400-ի 4 ռադարների ջախջախումը հակառակորդին կուրացնելու դասական քայլ է գլխավոր հարվածից առաջ։ Կամուրջը այժմ մնացել է առանց պաշտպանության, այն բաց են թողել միայն ժամանակավորապես որպես քաղաքացիական անձանց եւ զինվորականների ընտանիքների էվակուացիայի միակ ուղի, առանց բենզինի, առանց լույսի եւ նավահանգիստներում պայթյունների դռնձյունի ներքո սա լավագույն խթանն է թերակղզուց օկուպանտների խուճապահար փախուստի համար։ Ռուսաստանի այս ռազմավարական նվաստացումը բարձր արձագանք է գտնում նաև աշխարհաքաղաքականության մեջ։ Թյումենի եւ Կերչի իրադարձությունները ակնառու կերպով ցույց են տալիս աշխարհին եւ ինչու՞ չէ նաև մեր սիրելի Հայաստանին, որ Մոսկվան ընդունակ չէ պաշտպանել նույնիսկ ինքն իրեն։ Հազիվ թե նորից հերթական մասսայական հարվածը հասցնեն Ուկրաինայի խաղաղ բնակավայրերին, բայց դա ոչինչ չի փոխում։ Իդեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ուկրաինական այս հարվածները եւ Ռուսաստանի նվաստացումը երկաթյա փաստարկ է հապկից վերջնական ու անդառնալու դուրս գալու եւ դեպի արևմուտք շրջվելու օգտին քայլեր անելու համար հանուն մեր հայրենիքի Հայաստանի անվտանգության։ Հայաստանի մեր հայրենակիցները մեր հաղորդումներում ուղիղ եթերում տեսնում են, որ ռուսական գովաբանված անվտանգության հովանոցը վերջնականապես մաղի է վերածվել, բայց իհարկե մեր գործը մատնացույց անելն է, որոշումը իհարկե Հայաստանի իշխանություններինն է։ Սա է մեր եւ ռուսաստանցիների տարբերությունը։ Մենք իրավիճակը ներկայացնում ենք, օգնում ենք ըմբռնել եւ երբեք մեզ թույլ չենք տա ասել, թե ինչ է պետք անել։ Մենք կարող ենք հուշել տրամաբանական ուղին, բայց երբեք որևիցե դեմոկրատական երկրի ներկայացուցիչ իրեն չի կարող թույլ տալ թեկուզ եւ իր հայրենիքի ղեկավարությանը ասել, թե ինչ է պետք անել։ Հայ ժողովուրդը ընտրել է իր ղեկավարությունը եւ հայ ժողովուրդն ու իր իշխանությունները հնարավորություն ունեն որոշումներ կայացնելու։ Մեր գործն է իրավիճակը ճիշտ ներկայացնենք, ինչը որ հուսամ մեր լսարանը կփաստի, որ մենք անում ենք բոլոր հնարավորը ինչ կարող ենք, հրավիրում ենք նաեւ ուկրաինացի եւ այլ երկրներից փորձագետների, որոնք իրենց մասնագիտական կարծիքով նույնպես օգնում են մեր Հայաստանին։ Մի կողմից էլ մենք պարզապես ստիպված ենք մանրակրկիտ շեշտավորել այն ամենը, ինչ կատարվում է, քանի որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը իր լրատվական հաղորդումներում կամ չի անդրադառնում Ռուսաստանի իրական պարտություններին, կամ այնքան կարճ ժամանակ է տրամադրում այդ ամենը ներկայացնելուն, որ եթե մեր եթերները չլինեին, գուցե շատերը հայերեն հավաստի տեղեկություն չստանային։ Հուսանք, որ մի օր կսկսեն մեր գործընկերները, լրագրողները հանրայինի ավելի պատասխանատու աշխատել եւ վերջապես իրենց համար ընդգծել, որ իրական հանրային կարծիք ձևավորելը հենց իրենց գործն է, Հոքոչարյանի ալիքները չեն ձևավորելու կարծիք։ Իսկ ես հիշեցնեմ, որ մենք ոչ միայն YouTube-ում ենք պատմում, այլ այդ պատմածի կադրերը ցուցադրում ենք մեր Telegram-ում, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, ասեմ, որ բոլոր եթերների նկարագրության մեջ եւ մեկնաբանությունների ամենավերևում ամրացվում է հղումը նաեւ մեր Telegram-յան ալիքին։ Այժմ խնդրում եմ մի քանի վայրկյան դադար տալ եւ լայքել մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում։ Ձեր օգնությունը իրոք շատ է զգացվում, ինչի համար ձեզ անչափ շնորհակալ եմ։ Ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ մեծ գործ է, հենց մեր պայքարի շարունակությունն է ագրեսոր երկրի դեմ։ Անցած 2 օրվա ընթացքում Ուկրաինայի գլխավոր շտաբի տեսալուսանկարահանած տվյալների համաձայն ռազմաճակատում տեղի է ունեցել ավելի քան 459 մարտական բախում, որոնց ընթացքում օկուպացիոն ուժերը
Զորքերը կորցրել են ևս 2480 զինվոր եւ ավելի քան 5422 միավոր տեխնիկա, անօդաչու թռչող սարք, տրանսպորտ եւ սպառազինություն։ Ռելիզները ձեր էկրաններին են, աջ կողմում ամենաակտուալն է։ Պատերազմի սկզբից մինչ այսօր Թշնամու ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,393,140 զինծառայող։ Իդեպ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոշտ ու անհաղորդ վերջնագիրը Բելարուսի ղեկավարությանը հանգեցրել է իսկական խուճապի եւ իրարանցման Ռուսաստանի ռազմաքաղաքական էլիտայի շրջանում։ Կրեմլում հիանալի հասկանում են, որ Ուկրաինայի բանակի հստակ նախազգուշացումը Մինսկին զրկում է Մոսկվային բելարուսական տարածքն ու ենթակառուցվածքները որպես հարվածային հարթակ օգտագործելու վերջին հնարավորությունից։ Ռուսական տեղեկատվական տիրույթում տարածվող խուճապը ցույց է տալիս, որ ռազմական բոլոր կանխատեսումները տապալվել են, իսկ ուկրաինական դրոնների հաջողված հարվածները Ռուսաստանի թիկունքային օբյեկտներին միայն ուժեղացնում են Մոսկվայի վախերը բելարուսական ուղղությամբ լիակատար պարտությունից։ Ամենաթարմ լուրերը կներկայացնեմ քիչ հետո։ Հիմա ուզում եմ նորից անդրադառնալ Ամերիկա-Իրանյան հակամարտության արդյունքներին։ Անցած եթերում ձեզ ներկայացրեցի Իրանի շուրջ զարգացումների հիմնական միտումները։ Այս եթերում փորձենք հասկանալ, թե ինչ հետևանքներ ունեցավ Ամերիկա-իսրայելական օպերացիան համաշխարհային նավթի շուկայի համար։ Անցած եթերում ասացինք, որ չնայած տոտալ առավելությանը Թրամփը չկարողացավ վերջնական հաղթանակ գրանցել Իրանի նկատմամբ, ինչը չի նշանակում, որ Իրանն է հաղթել, Իրանը իհարկե տապալվել է։ Հիմա նաև տնտեսական առումով փորձենք հասկանալ, թե էլ ինչ կորցրեց Իրանը, բացի իր ենթակառուցվածքից եւ տնտեսական խոցումներից։ Այսօր մենք փորձենք մանրամասն վերլուծել, թե ինչ է կատարվում նավթի համաշխարհային շուկայում Հորմուզի նեղուցի փաստացի փակումից հետո, ինչպես են երկրները հարմարվում նոր իրականությանը, ինչու Իրանը արգելափակելով այս առանցքային երթուղին փաստացի կորցրեց իր վերջին լուրջ աշխարհաքաղաքական հաղթաթուղթը, ինչպես են իրավիճակին արձագանքում Եվրոպան, Ամերիկան եւ Չինաստանը։ Հորմուզի նեղուցը նավթի արտահանման ամենակարևոր ծովային ուղիներից մեկն էր, որով անցնում էր համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը, եւ 26 թվականի փետրվարից Իրանը փաստացի արգելափակեց այս նեղուցը, ինչը լուրջ խափանումներ է առաջացրել նավթի մատակարարման մեջ եւ բարձր տատանողականություն հաստատել համաշխարհային շուկայում, իսկ Հորմուզի նավթի բնականon շարժի վերականգնումը նույնիսկ ամենալավատեսական սցենարով, ինչպես ասացի անցած եթերում, կտևի ամիսներ, ինչը պահպանում է անորոշությունն ու լարվածությունը։ Նավթի խոշորագույն սպառողները Ասիայում սկսել են կրճատել սպառումը, որպեսզի նվազեցնեն կախվածությունը Հորմուզի միջոցով իրականացվող անկայուն մատակարարումներից, ինչը մասնակիորեն կայունացնում է պահանջարկը, բայց նաև արտացոլում է դիվերսիֆիկացման եւ աշխարհաքաղաքական ռիսկերի նկատմամբ խոցելիության նվազեցման ռազմավարությունը։ Այս իրավիճակում ամենածանր հարվածը ստացել է Չինաստանը, որը հանդիսանում է աշխարհում նավթի խոշորագույն ներմուծողը եւ որի տնտեսությունը կրիտիկականորեն կախված է Պարսից ծոցի հումքից, ուստի նեղուցի շրջափակումը ստիպեց Պեկինին կտրուկ սահմանափակել իր արդյունաբերական նախորժակը, ինչը չէր կարող չազդել Չինաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման վրա։ Չինաստանի իշխանությունները ստիպված են արագորեն դատարկել իրենց ռազմավարական նավթի պահուստները եւ տենդագին կերպով փնտրել ցամաքային այլընտրանքային երթուղիներ նույն Ռուսաստանից ու Կենտրոնական Ասիայից, սակայն այդ աղբյուրները ի վիճակի չեն ամբողջությամբ փոխարինել ծովային էժան նավթի այն հսկայական ծավալները, որոնք նախկինում հոսում էին Հորմուզով։ Ռուսաստանի առանձին պարտության մասին դեռ կխոսենք։ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան, ունենալով նավթի արտահանման այլընտրանքային ուղիներ, արդեն մի քանի տասնամյակ ներդրումներ են կատարում շրջանցիկ ռազմավարական նավթատարների եւ նավահանգստային ենթակառուցվածքների մեջ, որոնք թույլ են տալիս շրջանցել Հորմուզը, եւ այժմ նրանք ակտիվորեն ավելացնում են նավթի արդյունահանումը ու զարգացնում այդ այլընտրանքային ուղիները, ինչը թույլ է տալիս նրանց փոխհատուցել խափանումները եւ պահպանել արտահանման հնարավորությունները։ Դեռ ամբողջական այլընտրանքի մասին իհարկե խոսելը վաղ է, բայց գործընթացը վստահ զարգանում է։ Արդեն մայիսին ունեցած պատկերի համաձայն նավթի համաշխարհային շուկան հարմարվում է նոր իրականությանը, չնայած կարճաժամկետ խափանումներին, իսկ Ասիայում եւ մասնավորապես Չինաստանում սպառման նվազումը թուլացնում է ճնշումը պահանջարկի վրա, մինչդեռ շրջանցիկ երթուղիների զարգացումը նվազեցնում է կախվածությունը Հորմուզից եւ գները պահում է թեկուս համեմատաբար բարձր, բայց կայունացման միտումով։ Ըստ միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումների 27 թվականին նավթի շուկան կարող է բախվել առաջարկի ավելցուկի հետ արդյունահանման աճի եւ պահանջարկի անկման պատճառով, իսկ
երկարաժամկետ հեռանկարում նավթի պահանջարկը կարող է շարունակել նվազել Ասիայի էներգետիկ այլընտրանքային աղբյուրների անցման պատճառով, Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը Իրանի կողմից ավանդաբար դիտարկվում էր որպես կարևոր աշխարհաքաղաքական լծակ, եւ այս շրջափակումը Իրանի համար յուրատեսակ վերջին հաղթաթուղթն էր արևմուտքի եւ տարածաշրջանային մրցակիցների դեմ հակամարտության մեջ, սակայն Իրանը կորցրեց այս հաղթաթուղթը, քանի որ Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների շրջանցիկ խողովակաշարերը զգալիորեն նվազեցրին համաշխարհային շուկայի կախվածությունը նեղուցից, իսկ Ասիայի եւ Չինաստանի կողմից սպառման կրճատումը թույլատրեց Իրանի շանտաժի ազդեցությունը։ Պատժամիջոցների ուժեղացումն ու միջազգային մեկուսացումը ավելի են սահմանափակում Իրանի հնարավորությունները, եւ վերլուծաբանները նշում են, որ Հորմուզի շրջափակման վրա հիմնված Թեհրանի ռազմավարությունը գերագնահատված էր ու հանգեցրեց միայն Իրանի սեփական դիրքերի թուլացմանը եւ վերահսկողության կորստին։ Իրանը փաստացի զրկվեց իր վերջին նշանակալի աշխարհաքաղաքական լծակից, ինչը թուլացնում է նրա դիրքերը միջազգային ասպարեզում, մինչդեռ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան ամրապնդում են իրենց դերակատարումը, ստեղծելով նոր երթուղիներ, ինչպես գիտեք, Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս են եկել OPEC-ից եւ չեն պատրաստվում սահմանափակել իրենց նավթի արտադրությունը։ Հորմուզի փակումը առաջացրել է նավթի եւ գազի գների աճ, ինչը հարվածել է Եվրոպայի եւ Ամերիկայի տնտեսությանը, որտեղ եվրոպական գազի գները արդեն աճել են ավելի քան 50%-ով, մեծացնելով ծախսերը արդյունաբերության եւ սպառողների համար։ Տատանումները մեղմելու համար Արևմուտքը օգտագործում է իր ռազմավարական նավթային պահուստները, իսկ Ամերիկան եւ Եվրոպան ակտիվորեն աջակցում են տարածաշրջանի իրենց դաշնակիցներին, որոնք զարգացնում են շրջանցիկ ուղիները, դրանով իսկ ել ավելի թուլացնելով Իրանի ազդեցությունը։ Միևնույն ժամանակ Եվրոմիությունը արագացնում է անցումը վերականգնվող էներգիայի աղբյուրներին, անկայուն տարածաշրջաններից կախվածությունը նվազեցնելու համար եւ ընդհանուր առմամբ նավթի համաշխարհային շուկան եւ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը կրում են լուրջ փոփոխություններ, որտեղ ուժերի հավասարակշռությունը վերջնականապես փոխվում է օկուպանտների եւ նրանց դաշնակիցների վնասին։ Իդեպ Թուրքիան էլ չկարողացավ օգտվել իրավիճակից եւ ամրապնդել իր դերը որպես էներգետիկ հաբ, բայց միայն Թուրքիան չպարտվեց, միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Ադրբեջանը նույնպես չկարողացան ամրապնդել իրենց դիրքերը համաշխարհային դեֆիցիտի ֆոնին, քանի որ Մոսկվան բախվեց լոգիստիկ իսկական կապանի եւ ստիպված է ահռելի ծախսերով նավթը տեղափոխել Աֆրիկայի շուրջ, իսկ նրա գլխավոր գնորդ Չինաստանը արդյունաբերական ճգնաժամի պատճառով պարզապես կրճատել է էներգակիրների սպառման ախորժակը, հասկանալով, որ ռուսական նավթը չի կարող ամբողջական ալտերնատիվա դառնալ Պարսից ծոցի երկրների նավթին։ Ավելին, Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան ել ավելի խստացրեցին պատժամիջոցները ռուսական ստվերային նավատորմի դեմ, թույլ չտալով Կրեմլին լրացուցիչ եկամուտներ ստանալ էներգետիկ ճգնաժամից, ել չասեմ ուկրաինական հարվածները ինչ օին բերեցին Ռուսաստանի գլխին։ Ինչ վերաբերվում է Բաքվին, ապա Ադրբեջանը արդեն քանի տարի է բախվում է իր հիմնական հանքավայրերում նավթի արդյունահանման բնական անկման հետ եւ նույնիսկ գների ռեկորդային աճի պայմաններում ֆիզիկապես չունի ազատ հզորություններ արտահանումը ավելացնելու համար։ Բացի այդ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի թողունակության սահմանափակումները եւ Մոսկվայի ու Արևմուտքի միջև մանևրելու անհրաժեշտությունը զրկեցին Ադրբեջանին աշխարհաքաղաքական օգուտներից, ապացուցելով, որ այս ճգնաժամում հաղթողներ դարձան միայն շրջանցիկ ուղիներ ունեցող արաբական երկրները։ Ես այստեղ մի փոքր չէի համաձայնվի փորձագետների հետ, կասեի, որ ոչ թե դարձան հաղթողներ արաբական երկրները, այլ տենդենսն է այդպիսին, որ նրանք կարող են դառնալ հիմնական հաղթողները, եթե մի կողմ դնենք նաև Թրամփի այս կոմբինացիան Չինաստանի հանդեպ, ինձ թվում է սա այս հակամարտության հիմնական թիրախներից մեկն էր։ Իդեպ երեք Շվեյցարիայում Ամերիկայի եւ Իրանի միջև բանակցությունները վերածվել են, ինչպես եւ սպասվում էր, դիվանագիտական դետեկտիվի ձեռքսեղմումից հրաժարվելուց եւ Թրամփի կոշտ վերջնագրից հետո կողմերը 18-ամյա մարաթոնի արդյունքում ստորագրեցին գաղտնի 60-օրյա ճանապարհային քարտեզ պատժամիջոցների մասնակի չեղարկման եւ ակտիվների սառեցման դիմաց Թեհրանը պարտավորվել է չփակել Հորմուզի նեղուցը եւ նվազեցնել լարվածությունը Լիբանանում, բայց հենց երեք Իսրայելը շատ կարևոր բունկեր է գրավել Լիբանանի հարավում, այնպես որ դժվար եմ պատկերացնում, թե Թեհրանի ահաբեկիչները ինչպես են կատարելու իրենց գաղտնի պայմանավորվածությունները, վստահ եմ, որ Թրամփի համար էլ հանգիստ չի անցնի գաղտնի պայմանավորվածությունները, ամերիկյան մամուլը սա դժվար աչքաթող անի։
Հիմա ձեզ արագ պատմեմ ամենաթարմ ուկրաինական խոցումների մասին, Ուկրաինայի բանակի անօդաչու համակարգերի ուժերի եւ հատուկ ծառայությունների համակարգված գործողությունները հունիսի 21-ի երեկոյից մինչեւ հունիսի 22-ի կեսօր վերածվել են Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքների զանգվածային ջախջախման։ Անցած մեկ օրը նշանավորվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի պատմության մեջ ամենախոշոր եւ արդյունավետ համակարգված օդային գործողություններից մեկով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոճապի մեջ զեկուցել է երկրի 14 տարածաշրջանների վրա ռեկորդային 301 դրոնների գրոհի մասին։ Դրոնների հիմնական հարվածը իր վրա է վերցրել Բրյանսկի մարզը, որտեղ պաշտոնապես հաստատվել է 192 ուկրաինական դրոնների ներխուժումը, եւս 18 անօդաչու հարձակվել է Վորոնեժի մարզի 6 շրջանների վրա։ Այս հսկայական սպառնալիքի պատճառով Մոսկվայում եւ Ուրալի մի շարք մարզերում հայտարարվել է կավյոր գորգ պլանը, ամբողջությամբ կաթվածահար անելով հանգուցային օդանավակայանների աշխատանքը։ Սակայն մինչ դրոնները մարտով կապում էին թշնամու հոպը, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հասցրել են ակնառու վիրաբուժական ճշգրտությամբ հարված։ Ուկրաինայի գլխավոր շտաբի պաշտոնական հայտարարության համաձայն այսօր ուկրաինական ավիացիան օդային բազավորման բարձր ճշգրտության թեւավոր հրթիռներով հարվածել է հենց Վորոնեժ քաղաքի կրիտիկական նշանակության ռազմարդյունաբերական ձեռնարկությանը։ Այս գործարանը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի առանցքային տարրն է, այն արտադրում է էլեկտրոնային բաղադրիչներ հրթիռային սպառնալիքների եւ հոփամակարգերի համար։ Հրթիռային հարվածով ոչնչացվել են այն արտադրամասերը, որոնք թողարկում էին տրանզիստորային հավաքածուներ եւ մատրիցաներ Խ-101 թեւավոր հրթիռների համար, կիսահաղորդիչ մատրիցաներ Իսկանդեր-K հրթիռների բորտային համակարգիչների համար, ինչպես նաեւ էլեկտրոնիկա Պանցիր S1 համալիրների մարտական մեքենաների հեռակապուղիների համար։ Այս օբյեկտի ոչնչացումը երկար ժամանակով պետք է որ արգելափակի Ռուսաստանի նոր բարձր ճշգրտության հրթիռների արտադրելու հնարավորությունը։ Դրան զուգահեռ Ուկրաինայի գլխավոր շտաբը պաշտոնապես հաստատել է Մոսկվայի մարզում հասցված ջախջախիչ ռազմական հարվածի մասին, որտեղ հաջողությամբ խոցվել է Գերգախտնի Դուբնա տիեզերական կապի կենտրոնը։ Սա Կրեմլի օբյեկտներից է, որն ապահովում է Ռուսաստանի բարձրագույն ռազմական հրամանատարության արբանյակային կապը, եւ դրա տարածքում արձանագրվել է հսկայական ծուխ։ Այս գիշեր օկուպացված Ղրիմի ամենաթեժ կետը դարձել է հենց Արմյանսկ քաղաքը։ Հունիսի 22-ի գիշերը ուկրաինական դրոնները դիպուկ եւ հզոր հարված են հասցրել Ռուսաստանի ՖՍԲ-ի շենքին Արմյանսկում։ Տեղի բնակիչներն ու մոնիտորինգային ռեսուրսները արձանագրել են ուժգին պայթյունների շարք եւ երկրորդային դետոնացիա հենց այդ ռազմական օբյեկտի տարածքում։ Միաժամանակ պայթյուններ են որոտացել Սևաստոպոլում, Ֆեոդոսիայում եւ Թերակղզու այլ շրջաններում, որտեղ հարվածի տակ էր ընկել նաեւ Տավրիկյան ջեկը։ Իրավիճակը Ղրիմում կտրուկ սրվում է, օկուպանտները արդեն բարետային ժամ են ցանկանում մտցնել, սահմանափակում են վառելիքի վաճառքը լիցքավորման կայաններում, իսկ մի շարք քաղաքներում, ներառյալ Սևաստոպոլը, արձանագրվում են էլեկտրականության եւ ջրամատակարարման զանգվածային խափանումներ, ինչպես արդեն ասացի եթերի սկզբում։ Արմյանսկում ՖՍԲ-ի շենքի խոցումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը սկսել են համակարգված կերպով ոչնչացնել թշնամու հրամանատարական կառույցներն ու հատուկ ծառայությունները հենց Ղրիմի մուտքի մոտ։ Հաստատվել է նաեւ Կրասնոդարի երկրամասի ռազմավարական Կավկաս նավահանգստի ենթակառուցվածքների եւ միանգամից 2 ավտոմոբիլային լաստանավերի ոչնչացումը, որոնք ապահովում էին օկուպանտների հարավային խմբավորումը։ Ինչպես ասացի եթերի սկզբում, OSINT վերլուծաբանները արձանագրել էին 3 լաստանավերի խոցում, բայց Ուկրաինական գենշտաբը առայժմ 2 լաստանավի խոցումն է հաստատում։ Ի լրացումը սրա ռազմաճակատային մակարդակում ոչնչացվել է դրոնների օպերատորների պատրաստման պոլիգոնը Դեբալցևեի շրջանում, դրոնների կառավարման կետերը Միրնագրադում եւ Պերեբուդովայում, հրամանատարական կետեր Պակրովսկում եւ Բելգրադի մարզի Իլեկ Պենկովկայում, ինչպես նաեւ ամբողջությամբ շարքից դուրս է բերվել Զապորոժիեի մարզի Վասիլևկա շրջանի ավտոմոբիլային կամուրջը։ Անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Մադյար-Բրովդին հրապարակել է պաշտոնական տեսանյութեր, որոնք հաստատում են օկուպացված Ղրիմում թշնամու ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին հասցված հաջող հարվածները։ Գործողության ընթացքում խոցվել է Կերչի նավթալցման տերմինալի նավթաբազան, ռադիոլոկացիոն կայանները Կերչում եւ Կուրորտնեյում, ինչպես նաեւ 3 կարևոր գազային կոմպրեսորային կայաններ Արամատնեյում, Ժուրավլովկայում եւ Կլյուչիում։ Մեկնաբանելով այս հարվածները Մադյար-Բրովդին հայտարարել է ռուսական հոպի լիակատար տապալման, Սևծովյան նավատորմի
նավատորմի ջախջախման եւ թերակղզում տրանսպորտային եւ լոգիստիկ ամբողջական շրջափակման մասին, բացի այդ հրամանատարը առանձին դիմել է ժամանակավորապես օկուպացված Ղրիմում գտնվող ուկրաինացիներին, ներողություն խնդրելով սթրեսի, մթության եւ փակ ճանապարհների համար եւ կոչ է արել նրանց հնարավորինս հեռու մնալ թշնամու ցանկացած ռազմական օբյեկտից։ Սա մեր վերաբերմունքն է մեր մարդկանց հանդեպ, որովհետև որքան էլ Մոսկվան լվացած լինի որոշ մասաների ուղեղները, միևնույնն է օկուպացված տարածքներում մշտական բնակվում են Ուկրաինայի քաղաքացիներ եւ մենք անտարբեր չենք կարող մնալ նրանց ճակատագրի հանդեպ։ Մադիարի հայտարարությունը հենց դրա մասին է։ Եվ ձեր տրամադրությունը բարձրացնեմ նոր զենքերի մասին լուրով, Մեծ Բրիտանիան հաջողությամբ փորձարկել է նոր հեռահար հրթիռ մինչև 500 կիլոմետր հեռահարությամբ, որը մշակել է հատուկ Ուկրաինայի համար։ Զենքի գլխավոր առանձնահատկությունը ամերիկյան բաղադրիչների ամբողջությամբ բացակայությունն է, ինչը Լոնդոնին թույլ կտա ինքնուրույն թույլատրել հարվածները Ռուսաստանի խորհրդիկունքին, ներառյալ Մոսկվային, առանց Վաշինգտոնի կարծիքը հաշվի առնելով։ Նոր մշակումը ունի 250 կիլոգրամ կշռող մարտագլխիկ եւ ստեղծվում է որպես Storm Shadow հրթիռների ավելի էժան զանգվածային եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի հանդեպ կայուն անալոգ։ Առաջին սերիական մատակարարումները Ուկրաինայի զինուժին սպասվում են մինչև 26 թվականի վերջը։ Ինչպես տեսնում եք, ուկրաինական հարվածները շատանում են Ռուսաստանին եւ հարվածների միջոցներն են շատանում եւ հայրենական արտադրության եւ մեր գործընկերների արտադրության։ Երկուշաբթի օրով շատ չի երկարացնեմ եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը եւ մինչ նոր հանդիպում այս ալիքում ամենայն հավանականությամբ չորեքշաբթի բարով մնաք եւ ամենագլխավորը անփորձանք։